Վերջին հրաժեշտը սրբազան քահանայապետին Վատիկանի ծիսակարգերով անցկացվող հատուկ արարողությանը մասնակցելու են եկել պետական և կրոնական առաջնորդներ, հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից։ Սուրբ Պետրոսի հրապարակը լեփ-լեցուն է։ Նախօրեի երեկոյան Պապի դագաղը կնքվել է տաճարում պատարագի ընթացքում։ Արարողությունը ղեկավարել է կարդինալ Քևին Ֆարելը։ Անշուք հասարակ դագաղի կնքման արարողությանը մասնակցել են մի քանի կարդինալ և Սուրբ Աթոռի պաշտոնյաներ։ Պապ դառնալուց հետո նրա առաջին խոսքերը Սուրբ Պետրոսի հրապարակում էին. «Եղբայրներ ու քույրեր, բարև ձեզ», հետո կատակով շարունակել էր. «Քանի որ կոնկլավն ընտրեց ինձ պապ, թվում է իմ ընկերները չէին ուզում, որ հանգիստ ապրեմ»։ Ֆրանցիսկոս պապի ցանկությամբ հուղարկավորությունը համեստ է, առանց ավելորդ շքեղության։ Նա հրաժարվել է ավանդական 3 շերտանի դագաղից, փոխարենը ընտրելով փայտե դագաղ։ Ֆրանցիսկոսը վաղուց էր նահանջել շքեղությունից։ Ապրում էր Վատիկանի հյուրատանը։ Ոչ մի շքեղ սանդալ, թանկարժեք թիկնոց կամ ոսկե խաչ, միայն հասարակ սև խաչ և սպիտակ հանդերձ։ Երթևեկում էր հասարակ մեքենաներով, երբեմն ավտոբուս էր նստում։ Պոնտիֆիկոսի ցանկությամբ հուղարկավորությանը ներկա են ոչ միայն համաշխարհային առաջնորդներ, այլև փախստականներ ու անտուններ։ Ֆրանցիսկոսն առաջին լատինաամերիկացի և ոչ եվրոպացի պապն էր 1200 տարվա ընթացքում և առաջին պապն է 120 տարվա ընթացքում, որ հուղարկավորվում է Վատիկանի տարածքից դուրս։ Նրանից առաջ Սուրբ Աթոռից դուրս թաղվել էր Լեո 8-րդ պապը։ Աղքատների խաղաղության, բնապահպանության և մարդկային եղբայրության քարոզիչ քահանայապետի հուղարկավորության արարողությունը ղեկավարում է կարդինալական դասի ավագ կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։ 980 համապատարագիչների մասնակցությամբ, նրանց թվում կարդինալներ են, պատրիարքներ, եպիսկոպոսներ և քահանաներ։ Presta ut famulus tuus Papa Franciscus, que ecclesia tua in caritate prefuit, Հրապարակի խորանի մոտ տեղադրվել է Salus Populi Romani տիրամոր սրբապատկերը, որին նա իր քահանայապետության ընթացքում այցելել է 1226 անգամ և որի մոտ հուղարկավորության ավարտին կհանգչի նրա աճյունը։ Dominus pascit me, et nihil mihi derit. In loco Pascuae, Աչից ձախ առաջին շարքի առաջին աթոռին Արգենտինայի նախագահն է, քանի որ կաթոլիկ աշխարհի առաջնորդն արգենտինացի էր։ Երկրորդ տեղը տրվել է Իտալիային, երրորդից սկսած տեղ են զբաղեցրել աշխարհի տարբեր երկրներից ժամանած միապետները։ Հետո նոր երկրների նախագահներն են ըստ ֆրանսիական այբուբենի։ Օրինակ, մեկ շարքում տեսնում ենք Վահագն Խաչատուրյանին, մի քանի քայլ այն կողմ Թրամփն է, հետո Մակրոնը կնոջ հետ, իսկ Զելենսկին տեղ է զբաղեցրել շարքի վերջերում։ Հոգևոր դասի համար այլ տեղ է հատկացված։ Ներկա էին նաև ամենայն հայոց կաթողիկոսը, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը։ Սուրբ պատարագի ընթացքում ընթերցվում են աղոթքներ 6 լեզվով՝ ֆրանսերեն, արաբերեն, պորտուգալերեն, լեհերեն, գերմաներեն և չինարեն։ Für alle verstorbenen Gläubigen, dass sie in das Himmelreich eintreten dürfen. 愿在庆祝神圣奥节后，我们有朝一日能蒙基督召叫。Dominum de precemur,
Հռոմի Պապի հուղարկավորության ավանդական ծեսերն ու դրանց հետևող 100 հազարավոր մարդիկ ապահոված են անվտանգության ժամանակակից վահանով։ Տիբեր գետի պարեկային ծառայությունից մինչև Սուրբ Պետրոսի հրապարակի շուրջ տեղակայված անօդաչու թռչող սարքեր և դիպուկահարներ, մոտ 2000 տեղական ոստիկաններ են հերթապահության մեջ։ Նրանց են միացել Իտալիայի ազգային անվտանգության ուժերի հազարավոր այլ սպաներ։ Արարողության ավարտին կարդինալ Ռեն օրհնյալ ջրով և խունկով օրհնում է դագաղը, հետո այն տեղափոխվում է նախ Սուրբ Պետրոսի տաճար, ապա Սանտա Մարիա Մաջորե տաճար։ Ինքն էր կտակում գրել, որ ուզում է հուղարկավորվել այնտեղ պարզ տապանաքարով, որի վրա միայն մեկ բառ կլինի գրված՝ Ֆրանցիսկոս։ Հազարավորները, որ հնարավորություն չունեին Պապին հրաժեշտ տալ Սուրբ Պետրոսի հրապարակում, դա անում են Սանտա Մարիա Մաջորե տանող ճանապարհին։ Հուղարկավորության բուն կարգը փակ է հանրության համար։ Այս պահից սկսած մեկնարկում է 9-օրյա սուգը, որից հետո կարդինալները կոնկլավ կգումարեն ընտրելու աշխարհի 1,5 միլիարդ կաթոլիկների նոր պապին։ Խորխե Մարիո Բերգոլիոն մահացավ տիրոջ հարության զատիկի հաջորդ օրը 88 տարեկան հասակում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։